Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրի վերաբերյալ հանրային լսում։ Ծրագրի Գավառի համայնքապետարանի աշխատակազմի, բնակիչների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, խոցելի խմբերի ներկայացուցիչների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ։ Հանրային լսումը վարեց Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից, իրականացվելու է Գավառ քաղաքում, Կարմիր գյուղ, Նորատուս և Գանձակ բնակավայրերում։ Ծրագրի նպատակն է աջակցել Սևանա լճի ավազանում սանիտարական ենթակառուցվածքների և կեղտաջրերի կառավարման համակարգերի բարելավմանը, նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը, հանրային առողջության բարելավմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը։ Փորձագետները ներկայացրին ծրագրի նպատակները, հիմնական ուղղությունները, ակնկալվող արդյունքները, բնապահպանական և սոցիալական հետևանքները։ Ծավալվեց քննարկում, պարզաբանումներ տրվեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։